Կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողները խոշորացույցի տակ են ըստ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հրապարակային տվյալների։ Այս ոլորտում տեսչությունն արձանագրել է մինչև իսկ կեղծ դիպլոմներով աշխատելու դեպքեր եւ այդ տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։ Ուշադրություն չդարձնել սերտիֆիկատների քանակությանը։ Սա մաշկաբան Թամարա Օհանյանի առաջին խորհուրդն է, ասում է, հատկապես այս ոլորտում ծառայություն մատուցողները նախընտրում են սրահների պատերից բազմաթիվ վկայագրեր կախել, որոնք փաստում են այս կամ այն դասընթացին իրենց մասնակցությունը, բայց առավել հաճախ դրանք պարզապես թղթի կտոր են։ Յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել այդ բոլոր սերտիֆիկատները զուտ գրանցվելով կոնֆերանսների, սեմինարների եւ անգամ մասնավոր կլինիկաներում դասընթացների։ Սրանց փոխարեն մասնագետն առաջարկում է ուշադրությունը սևեռել 3 կոնկրետ փաստաթղթերի վրա։ Առաջինը դա դիպլոմն է բժշկական համալսարանի, երկրորդը դա կոսմետոլոգի վկայականը, որը տրվում է հենց Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից եւ իհարկե հավաստագիրը, որը տրվում է առողջապահության նախարարության կողմից։ Իսկ կլինիկաների դեպքում միանշանակ լիցենզիա։ Չնայած տեսչական մարմնի արձանագրումներին, առողջապահական փորձագետը կարծում է, որ կոսմետոլոգիական ծառայությունները համարվելով բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, հիմա մեր երկրում հավուր պատշաճի չեն վերահսկվում։ Շագերտներով կոսմետոլոգները, այսինքն իրենց հռչակած կոսմետոլոգները տարբեր վարչավիրանոցներում, իրենց տներում կատարում են ներարկումային, այսպես ասած, կոսմետոլոգիա, որը որ միշտ բազմաթիվ դեպքեր ունենում, որ վերում են գեղեցկություն փնտրողների առողջության լուրջ վտանգների, սկսած ինֆեկցիաների տարածումից ավարտված անհասկանալի նյութերի ներարկում մաշկային, ենթամաշկային շրջաններ, որը հետագայում վերում է եւ տարբեր, այսպես ասած, բորբոքային պրոցեսների առաջացմանը եւ ներվերի ախտահարմանը։ Փոքր-ինչ մակերեսային են նայում այդ ամենին եւ ավելի նայում են էսթետիկ տեսանկյունից, ոչ բժշկական ուղղվածությամբ։ Առաջին հերթին կարեւոր է բարդությունների տեսանկյունից, որովհետեւ բժիշկը իհարկե մեր օրգանիզմը ունի առանձնահատկություններ, ցանկացած մարդու օրգանիզմ եւ հետեւաբար եթե անգամ առաջանան բարդություններ, բժիշկը տվյալ պահին կարող է շտկել դա։ Իսկ ոչ բժշկական կրթություն ունեցող մասնագետը չի կարող։ Գեղեցկության ոլորտում ընտրությունը միայն արտաքին արդյունքի մասին չէ, մասնագետներն ասում են, մեկ սխալ որոշումը կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան թվում է առաջին հայացքից։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։